Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 17-ն է 2026 թվական։ Տեսնենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ինչ է ասում։ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում։ Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում, նշել է Լավրովը։ Հիմա հարց է ծագում. Ռուսաստանը, երբ որ ինչ-որ նման կարգի բաներ խոսում, Հայաստանի հետ շատերն ասում են, դե լավ ով են նրանք, որ ասում են, իրանք հույս են տալիս, երազում են եւ այլ եւ այլ։ Բայց մենք հո լավ գիտենք, որ Ադրբեջանը այդքան էլ ենթարկվող չի Ռուսաստանին, ու լավ էլ խաղերատալի Իսրայելի, Թուրքիայի եւ Ամերիկայի հետ, ու նաեւ թրիփի հետ կապված, նա որ ինքը ամբողջական ծրագիրը շարունակում է կոչել Զանգեզուրի միջանցք, ինքը համարում է, որ այդ հարցը իրանց համար լուծում է արևմուտքը, բա այդ դեպքում հարց, բա Բայրամովն չի համաձայնվում, որ Լավրովը ներկայացնի, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը աջակցում է Ռուսաստանը։ Հարաբերությունները բա որքան հասկացանք, բայց սրտիկը Լավրովը չի տեսել, որ Փաշինյանը ամբողջ օրը ցույց է տալի։ Այսինքն հարաբերությունները դեռ կարգավորված չի, ու պետք է Ռուսաստանը կարգավորի։ Ու եթե կարգավորված չի, ինչու պետք է Ռուսաստանը կարգավորի։ Բա Բայրամովը ինչի՞ չի ասում, ընկեր, ով է քեզ ասել, որ դու կարգավորես։ Մենք լավ էլ խաղաղության ենք հասել, դրա քավորն էլ Դոնալդ Թրամփն է։ Եվ բացի այդ, տրանսպորտային տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը պետք է մեզ աջակցի։ Դե ով էր կասկածում։ Եթե Հայաստանի իշխանությունները գնում են օգոստոսի 8-ին փաստաթուղթ ստորագրում ու կանգնում են, ասում են, որ սրանով մենք ավելի մոտեցանք Ռուսաստանին, բա էլ ով պետք է լիներ, որ հետո պարզվում է ռուսական կապիտալով Հայաստանում ներկայացված կառույցի ներկայացուցիչը դառնում է Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը թրիփի հետ կապված, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միացող հատվածները կոնցեսիոն պայմանագրով Հայաստանի վարչապետն ասում էր գնանք ռուսների հետ խոսանք իրանցից վերցնենք, ընդհանրապես կոնցեսիան վերցնենք ուրիշին տանք, ռուսները մերժեցին, իսկ այդ երկու հատվածները անգամ որևէ ձևով ուրիշը դա անի, էդ էլ մերժեցին։ Այսինքն ամբողջությամբ Ռուսաստանը ներգրավված է դրա մեջ, ու Հայաստանի արտգործնախարարությունն էլ պարզաբանեց, թե Հայաստանը ԵԱՏՄ տիրույթ է, բա պարզ չի, որ այդ ճանապարհով որ անցնի ԵԱՏՄ-ի ընթացակարգով է լինելու, որովհետև մենք ԵԱՏՄ-ի անդամ պետություն ենք։ Էս է ժողովուրդ ջան։ Ամերիկայի հետ էս արեցինք, ոգևորված խոսում են թրիփի հետ կապված էս արեցինք, էս հարցը լուծեցինք, էս փաստաթուղթը ստորագրեցինք, լասա, դեռ Իրանի մասին չենք խոսում, որ Իրանն ասում է դե ինչ խաղեր եք տալի։ Լասա խոսում ենք Ռուսաստանի մասին, որը այնպես է խոսում, որ այդ ծրագրին ինքը սաշիկաբար փայ է։ Դուք որևէ միլիմետր անգամ զգում եք, որ ինքը այս խաղի մեջ չկա։ Ռոսելխոզնadzորը խնդրել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։ Գերատեսչությունը նշում է, որ 2026 թվականին Իսլամական Հանրապետությունից առաքումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Փաստաթղթերում որպես ծագման երկիր նշված է եղել Իրանը։ Այնուամենայնիվ, ըստ հաղորդագրության, ապրանքների արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից առաքվողների հետ, մինչդեռ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների առաքումն արգելված է մայիսի 22-ից։ Հիմա հարց.
Այսինքն լավ չենք պարզել իսկապես հայկական ծաղիկը գնում է Իրան, Իրանից գնում է Ռուսաստան, թե չէ։ Խորքային որևէ ուսումնասիրություն կատարել մանավանդ հարևան պետություններում, որ տեսնես ինչ հող է օգտագործվել, անգամ եթե դա ջերմոցային տնտեսություն է, ինչ նյութեր են օգտագործվել եւ այլ, որով կարողանաս իդենտիֆիկացնես, որ սա հենց Հայաստանինն է, ոչ թե Իրանին է, որովհետեւ հարևան լինելով բացի են, որ հողը կարող է մեկը մեկի օգտագործի կամ մոտ լինի, կամ կարող է ինչ-որ նպատակներով տարբեր նյութեր օգտագործեն, նույնիսկ դա չեն նայում։ Փաթեթավորումը նման է, լուրջ ժողովուրդ ջան։ Այսինքն արդեն ապրանքը փաթեթավորումով ենք, իդենտիֆիկացնում։ Կարող է մեզ հարմար է եղել պարսկական փաթեթավորում ենք օգտագործել, կամ իրանց հարմար է եղել հայկականն են օգտագործել, ասել են ոնց որ լավ էլ օգտակար է, որովհետև ի վերջո ծաղիկների արտահանման հետ կապված մի քիչ պիտի սպეციფիկ բան լինի, որպեսզի կարողանաս եւ տարողանունակությունը մեքենայի ապահովես, բացի դրանից եւ չփչացնես։ Կարող է երկու հարևաններից մեկի լավ որակով ունի, մեկը մեկինը վերցրել է, բայց հարց է ծագում, դուք փաթեթն եք ստուգել, որ որակը լավ է, չի։ Դուք ծաղիկի որակից չէիք փողոքում։ Բայց ես ինչ եթե այդ որակով ապրանքն եկել է, այսինքն հա դուք դեմ եք, որ հենց հայկականը կա, ոչ թե հայկականն անորակ է դրա համար։ Եթե հայկականն եկել է Պարսկաստանով, Իրանով, որակը համապատասխանում է ձեր ուզածն է, բայց հասկանում եք, որ հայկականը մերժում եք, նշանակում է դուք ուղղակի դեմ եք, որ Հայաստանը կարողանա ապրանք վաճառի։ Բա հեչ պատահաբար Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Այդ Իրանի ծավալներն եք նայում, վաճառքի ծավալները, տենց անմիջապես ֆիքսեցիք։ Այն դեպքում, երբ որ Իրանը այնպիսի հզոր պետություն է, որ եթե տեսնի սպառումը Ռուսաստանում ավելացել է, ինքը շատ մեծ հնարավորություն ունի իր ռեսուրսներով անգամներով ավելացնի արտահանումը։ Պետք չի նա ուրիշից առնի արտահանի։ Բայց նույնիսկ այսպես նայենք, բա որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, բոլոր հաշվետվությունները ձեռնա, չէիք տեսնում, որ որոշ ապրանքներ Հայաստանից շեշտակիորեն բարձրացել էր վաճառքը Ռուսաստան, բայց չէիք տեսնում, որ դա սանկցիոն ապրանքներ էր, որը Հայաստանը ձեզ էր տալի, որ սովամահ չլնեիք, ձեզ փրկում էր։ Որոշակի սարքավորումներ էր տալիս, մեր երկրին էլ հարվածի տակ դնում, որովհետև ասում են տալիս է երկակի նշանակության ապրանք, որը նրանք նաև կարող են օգտագործել ռազմական նպատակներով, եթե անգամ կենցաղային սարքավորում եք տալի, որի վրայի չիպերը օգտագործում է նաև այլ նպատակներով։ Մի քանի անգամ Հայաստանին դա զգուշացրել են, որոշ ընկերություններ էլ սանկցիայի տակ են ընկել։ Այդ ժամանակ Ռուսաստանը չէր նկատում, որ Հայաստանը իրան աջակցելու համար էր այդ ամեն ինչը անում։ Եվ մեկ էլ հարց է առաջանում, մի հատ էլ հիմա էլ Թուրքիային է մեղադրում, քո ապրանքը, մրգերը, անորակ է, սահմանափակում է դրել, որովհետև թուրքերն ասեցին, որ ճանաչում են էլի տարածքային ամբողջականությունը Ուկրաինայի եւ ընդհանրապես Ուկրաինայի հետ կապված իրանք այլ կերպ են նկատում այդ ամեն ինչը, միշտ են իրանք ասեն նաև որ ղրիմը համարում են ռուսական չի եւ այլ։ Այսինքն բավական է այդ ամեն ինչը, բավական է ՆԱՏՕ-ի հետ կապված Թուրքիայի հայտարարությունը, բավական է այն, որ պատրաստ ենք S-400-ը վաճառենք ուրիշին, որպեսի F-35 կործանիչ վերցնենք Միացյալ Նահանգներից, պատահաբար Թուրքիայի մրգերը նույնպես դարձան անորակ։ Սա այն մարդկանց համար, որ Հայաստանին մեղադրելու ժամանակ, որ ասում են, այ դու ես մեղավոր, ինչպես տեսնում եք, Ռուսաստանը իր ժողովրդին ամեն ինչից կզրկի իր սկզբունքի համար։ Թուրքիան էլ անես պուճուր-մուճուր երկիր, Թուրքիան էլ իր ապրանքը ուրիշտեղ երևի չի կարող իրացնի, կամ ծովային ցամաքային հնարավորություններ չունի ուրիշտեղ տանի։ Թուրքիան, որը Եվրամիության մաքսային միության անդամ է։ Սա ինչ է։ Սա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերություն կառուցելը, եթե դու քաղաքական դրդապատճառներով տարաձայնություն ունես եւ նա քո նկատմամբ տնտեսական սանկցիաներ է կիրառում որպես գործիք, 3 նավթի խողովակներ, հիմա տեսակ այդ խողովակը կամած որտեղ տեղավորեցին։
Այսօր մտածում եմ, որ այն մյուս բան, ես սպառման շուկա եմ, դուք որպեսի ինձ հետ լավ ելնեք, այս շուկան մտնելու համար պետք է դուք այս անեք, այն անեք, այն անեք։ Դրանով ինքը ասում է ժողովուրդ ջան, ինքը հուսալի գործընկեր չի։ Գնացեք ձեր գլխի ճարը, տեսեք, ցանկացած բան, որը կատարվի, անգամ իր ժողովրդին, եթե այդ ապրանքը դրա կարիքը ունի, այդ մարդկանց անգամ կզրկի այդ ապրանքից, մենակ թե դիմացինին պատժի։ Ռուսաստանը կարող է Իրանին պատժի, այդ քաշը ունի, կամ Թուրքիային։ Հայաստանը չենք ասում։ Ուղղակի կողքներդ նայեք ինչ է կատարվում, որ իմանաք այդպիսի գործընկեր մեզ պետք է, թե չէ։ Իսկ ինչ է, երևի Իրանն էլ է Ռուսաստանի հետ վատա խոսած է, ասել է ես ուզում եմ Եվրամիությանն անդամագրվեմ։ Հա, Իրանից այդպես բան եք լսել։ Ընդհանրապես վերջերս չէր Իրանից ասում էին հավերժ ռուսների հետ։ Ավելի սերտ համագործակցություն եւ այլ եւ այլ։ Թուրքիան երբևիցե Ռուսաստանի հետ ցուցած ինքը միշտ էլ փորձել է բալանսը պահի։ Եթե նույնիսկ ինչ որ միտեղ եղել է նախապատվությունը դեպի արևելք, բանատոյի անդամաբա ինչ էի ուզում լնել, էդ էլ չլներ։ Բայց այսինքն դու համարում ես, որ Թուրքիային կարաս մի քիչ պտուղ բանջարեղենի հարցում Թուրքիային ճնշես։ Դե այս այս մարդկանց խելքը ժողովուրդ ջան, իրանք իրանց երկրի գլխին փորձանքը բերում են, բայց դրա պատճառով ամեն անգամ մենք մտածում ենք, գուցե մենք ենք մեղավոր, որ ռուսներին նեղացրեցինք, հա։ Մենք ենք մեղավոր։ Հիմա այդ երկրի վիճակը չեք տեսնում։ Եվ մյուս թեմաներին ասնելու հետ կապված էլ կարճ մի բան ասեմ, երևի օր չկա, որ նայում եմ անգամ գրագետ մարդիկ, տարբեր մարդկանց հետ շփվող, նստող, վերկացող, Հայաստան տարբեր ձևաչափերով ներկայացնող, անպայման չի պետական կառույցը լինի։ Նայում ես ոնց որ թե գրագետ մարդիկ են կիրթ, աշխարհ տեսած։ Այն մարդ որ չեն կանգնում ասում, ոնց կարա ատոմային գերտերություն Ռուսաստանը պարտվի, ու նենց են խոսում, ասես նայում ասում Տեր Աստված, կարող է ես ընդհանրապես ոչ մի բան չեմ հասկանում, այս լուրջ տղեն դատար գլխով, որ աշխարհում գնում Հայաստան են ներկայացնում, երևի ավելի լավ գիտի էլի, որ Ռուսաստանը միջուկային գերտերությունը ոնց կարող է պարտվի։ Ու նենց են զարմանում, լավ ժողովուրդ ջան, դնենք մի կողմ քաղաքականությունից չեք հասկանում, երեխա եք ունեցել։ Ես իմիջայից ասում եմ, եթե երեխա ունենալը խելքի գործելներ, ոչ թե 8 միլիարդ, 8 միլիոն երեխա էլ չեր լինի աշխարհում։ Խելքի գործ չի ժողովուրդ ջան, դրա համար սենց դրել արտադրել են։ Լավ է ձեր երեխեն, որ գալիս ասում է հայրիկ ջան, ուզում եմ իմանամ, էլի իմ ապագան, ինչ հա կատարվում, ոնց որ թե ծնվել ենք անկախ Հայաստանում, ոնց որ թե նայում ենք արևմուտքն ավելի զարգացած, ավելի ժողովրդավար, ոնց որ թե արժեքային առումով մենք ավելի մոտ ենք իրանց։ Հայրիկ ջան, բա իրոք դու գտնում ես, որ Ռուսաստանին հաղթել չի լինի եւ մենք պետք է գնանք Ռուսաստանի տակ մտնենք։ Ինչ է ասում իր երեխային։ Չեմ ասում ասի իմ երեխային, մյուսի երեխային։ Այդ դնենք մի կողմ, այդքան ուղեղ չունեմ։ Իր երեխային ինչ է ասում որպես պատասխանատու մարդ։ Ասում Ռուսաստանը չի պարտվի, որտե միջուկային տերություն, հա։ Ժորժան, էս ինչա կատարվում ձեզ հետ։ Խորհրդային միությունը միջուկային տերություն էր։ Ռուսաստանը, որ իր միջուկային զենքով ոգևորվում է, այդ խորհրդային միության պահեստային զենքերն է։ Մի երկու հրթիռ ստեղծել է, սկի թռցնում, ասկի չգիտեն, ուրա թռնում, որտեղ է իջնում եւ ինչ ալնում։ Իսկ մնացածը այն աշճանի հնության է խորհրդային միությունից մնացած, որ վախենում են պայթի դուրը բաց են պայթի։ Չգիտեն նույնիսկ վիճակը ինչ է։ Այդ խորհրդային միությունը չփլուզվեց, այդ խորհրդային միությունը չպարտվեց, որ Աֆղանստան էր մտել 10 տարի կռվում էր 1979-ից 89 թվական։ Որ տեսա, որ պարտվում է զորքերը հանես, թե Աֆղանստանի վրա միջուկային զենք օգտագործեց, թե ոնց թե ես կարամ պարտվեմ։ Ինքն էր մտել, ինքն էլ դուրս եկավ։ Բայց չի թվում, որ Ուկրաինա մտել է, Ուկրաինա դուրս գա, դրա համար իրան հենց արժանապատվության հարցը, որ պետք է միջուկային զենք օգտագործի։ Ամերիկան միջուկային տերություն չի։ Ամերիկան, որ Վիետնամից դուրս եկավ, միջուկային զենք օգտագործեց Վիետնամի դեմ։ Աֆղանստանից, որ 2021 թվին դուրս եկավ, միջուկային զենք օգտագործեց, ով է ձեր ուղեղը սենց հալել։
որ անպայման Ռուսաստանը միջուկային զենքա օգտագործելու։ 2022 թվականի դե շանտաժը Պուտինն արեց, մեռա բացատրելով, որ մի հավատացեք, չի լինելու դա։ Անգամ ստիպված եմ ըլնում այդ ժամանակվա հարցազրույցների կտորները ներկայացնեմ, չի լինելու դա, ժողովուրդ ջան։ Պուտինը այդ շանտաժը արեց Ուկրաինային, չէ։ Լավ, ես ասում էի չի լինելու, ես Երևանում եմ, համարենք վտանգը իմ համար չէր, ես իմ կարծիքն եմ հայտնել, բայց ուկրաինացին այդ ռումբը իր գլխին էր, չէ, գցելու։ Բա ասեց ինձ համար Ղրիմի կամուրջը կարմիր գիծ է։ Հենց որ Ղրիմի կամուրջին խփեք, ատոմային ռումբով խփելու եմ։ Ղրիմի կամուրջին ուկրաինացին խփեց, ասեց դե խփի։ Խփեց, ասեց հենց դու մտնես Ռուսաստանի տարածք, ես դա համարելու եմ ինձ համար կենսական վտանգ եւ ես իրավունք ունեմ համաձայնի իմ դոկտրինի օգտագործել միջուկային զենք։ Ուկրաինացին ասեցիր, պրծար, դոկտրինդ փոխել ես, արդեն պատրաստ ես հարվածել, զորքը մտցրեց Կուրսկ։ Մոռացաք ժողովուրդ ջան։ Մի հատ հրթիռ, մի հատ դրոն գա Մոսկվային հաստի տեսեք ինչ կանեմ, կարմիր գիծ է։ Բայց ինչի ուկրաինացին չի վախենում, որտեվ ուկրաինացին է չէ հարվածը ուտելու, չի վախենում, որտեվ հասկանում է, որ դա չի լինելու։ Նաև գիտի ամբողջ տեխնոլոգիան, միջուկային զենքը մի հատ մարազմատիկ ծերուկ, որ վախից գնում է բունկերում է տապ կենում, չի կարող օգտագործել, որտեվ ինքը որ կոճակը սեղմի, մի ամբողջ շարք շղթայական պետք է գնա, որ անի որևէ մեկ այդ մարազմատիկ ծերուկի համար մեռնել չի ցանկանում։ Չի անելու դա։ Այդ մարազմատիկ ծերուկն էլ իր կյանքի վրա հենց հա դողում։ Ինքը գիտի, որ կոճակը սեղմեց, ավտոմատ կերպով մյուս կոճակը սեղմվելու է առանց հրամանի։ Այդ ինքն է հրաման տալու, հաջորդին ավտոմատ է գալու, պատասխանը ավտոմատ է գալու։ Իր դատար գլխին գալու է 50 տեղից։ Չի անելու ինքը դա։ Իսրայելը միջուկային զենք ունի, իր համար կենսական վտանգ է Իրանի հարվածները, որտեվ ինչ է իր տարածքը, լա Իրանի չափերը նայեք, լա Իսրայելի։ Բայց ինչի՞ չի միջուկային զենքով հարվածում Իրանի։ Այդ ինչ եք խաղուպար դարձրել, որ մարազմատիկ մի հատ ծերուկը, որին դուք տենց հիացած եք, ինքը միջուկային զենք է օգտագործել ու ինքը մեռնի։ Առավ ոտից գլուխ էլ բջիջ չի մնացել, որ չի փոխել, որ կյանքը երկարացնի։ Արդեն իր նմանակների բջիջներն է փոխում, որտեղ իր նահագին նման են, նրանք իրան պետք են, որ փոխվի։ Դուք ում վրա եք հույսները դրել։ Խորհրդային միությունը 91 թվականի որ փլուզվեց, 290 միլիոն բնակիչ ուներ։ Ամերիկան ուներ 253, ավելի քիչ, քան խորհրդային միությունը։ Խորհրդային միությունն էլ 22.4 միլիոն քառակուսի կիլոմետր էր։ Այսօր Ռուսաստանը 17.1, 17.2, տենց մի քիչ օկուպացվածների բանը գումարած էս կոմենքում։ Բայց փլուզվեց չէ խորհրդային միությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը խորհրդային միության համեմատ մոտավորապես 2 անգամ էր մեծ։ 2 անգամ։ Այսօր նայեք ՆԱՏՕ-ի անդամ երկրների համախառն ներքին արդյունքը քանի անգամ է մեծ Ռուսաստանից։ 20 անգամ։ Դուք ժողովուրդ ջան, գրագետ մարդիկ եք։ Ես արդեն հարկել չեմ համարում հետները վիճեմ։ Ափսոսում եմ այդ բառերը, որ այդ մարդկանց ասեմ։ Թող համարեն, որ ինձ հաղթեցին։ Ձեզ եմ ուղակի դիմում, ասում ժողովուրդ, ես ինչ ա կատարվել, ինչով են աղոթել ձեզ։ Եղել է ՆԱՏՕ, ստեղծված 1949 թվականի ապրիլի 4-ին, 12 պետություն, ընդդեմ խորհրդային միության էքսպանսիայի, որտեղ վախենում են, որ խորհրդային միությունը միջուկային զենք ունենալուց հետո արդեն ակտիվանալու է։ 55 թվականին ստեղծվել է Վարշավայի պակտը, անվտանգային համակարգ խորհրդային միության գլխավորությամբ, 8 պետություն։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն 12 անդամից մի հատ 52 թվականին առաջին ընդլայնումը եղավ Հունաստան եւ Թուրքիա, 1955 թվականին էլ իրանք կանգնեցին Գերմանիային, ասին ընկեր, պետք է մտնես ՆԱՏՕ, որպեսզի մենք հասկանանք քո հետ ոնց ենք վարվում։ Մեզ պետք չի, որ մենք օկուպացրած տարածք քեզ դիտարկենք, մենք քեզ նորմալ գործընկեր ենք դիտարկում, մտի ՆԱՏՕ։ Եվ ֆեդերատիվ Գերմանիան դե ժամանակ Գերմանիաները բաժանված էր, մտավ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի անդամները 15-ն էին։
Վարշավայի պակտի անդամները 8-ը։ Այսօր ՆԱՏՕ-ն ունի 32 անդամ։ Վարշավայի պակտի 8 երկրից 7-ը հետագայում անդամագրվել է ՆԱՏՕ-ի։ Ու չասեմ 8-ից 7-ը, որովհետև 8-ից ստացվել է 7-8 է դառել։ Ինչի համար եմ ասում, հա, Ռուսաստանը չի միացել պարզա ՆԱՏՕ-ին, բայց դրա փոխարեն այնտեղ Վարշավայի պակտի անդամ էր Չեխոսլովակիան։ Չեխոսլովակիան բաժանվեց Չեխիայի եւ Սլովակիայի, Չեխիան եւ Սլովակիան դարձան ՆԱՏՕ-ի անդամ։ Ժողովուրդ, ինչի մասին եք խոսում։ Կամ այսքան տարվա մեջ ով է միջուկային զենք օգտագործել միջուկային պետություններից, որ համարում եք, որ ում տեղը նեղվեց, պետք է միջուկային զենք օգտագործի, բայց չհանձնվի։ Միանք Ամերիկայի Միացյալ Նահանգները ատոմային ռումբը գցել է Ճապոնիայի վրա, Հիրոսիմայի, Նագասակիի վրա օգոստոսի 6-ին եւ 9-ին։ Բայց դա էլ չմոռանանք, ժողովուրդ ջան։ Դրա ռազմավարական անհրաժեշտությունը չի եղել։ Ճապոնիային պարտության մատնելու ռազմավարական անհրաժեշտություն բացարձակ այդտեղ չկար։ Բացարձակ, ու դրա կարիքը չկար, որով Ճապոնիային կոտրեին։ Այո, էդ էլ հասկանանք։ Խորհրդային Ամերիկայի Միացյալ Նահանգները միջուկային զենք արդեն ուներ, դե օգոստոսին է օգտագործել։ Բայց Պոզդամի կոնֆերանսը, որը եղել է հետպատերազմյան աշխարհը բաժանելու հուլիսի 17-ից օգոստոսի 2, այդ ժամանակ Հարի Տրումենը Ստալինին ասեց, բա մենք միջուկային զենք ունենք։ Չերչիլն էլ հետևում էր, լատենար հասկացավ ինչա կատարում։ Միջուկային շանտաժ անում էր նրա համար, որ ավելին պոկի խորհրդային միությունից։ Որտեղ վտանգ էին տեսնում խորհրդային միության հարցում։ Բայց դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Խորհրդային միությունը ցանկանում էր Հոկայդո կղզին օկուպացնի Ճապոնիայի, Ամերիկան դեմ էր։ Ամերիկան միջուկային ռումբով խփեց Ճապոնիային, Ճապոնիան գնաց կապիտուլյացիայի, բայց այնպես ստացվեց, որ Հոկայդո կղզին մնաց Ճապոնիային։ Ես չեմ ասում կարելի է արդարացնել խաղաղ բնակչության վրա միջուկային ռումբ օգտագործելը, բայց այդ միջուկային ռումբը ինքը գցեց Ճապոնիայի վրա, վախացրեց Խորհրդային միությանը, ժողովուրդ ջան, որտեղ Խորհրդային միության վրա չէր կարա գցեր։ Պատկերացնում եք ինչ կլներ։ Նա գտավ ամենաթույլ օղակը, որի վրա ռումբը գցեց եւ որը դարձավ շահառու։ Ռումբը իր վրա անգել է, բայց ասեց ընկեր, Հոկայդոն փրկեցի։ Դու ոնց ասում ենք նենց արա, Հոկայդոն քոնն է, չենք թողելու վերցնի։ Իսկ խորհրդային միությունն արդեն ճնշում էր, որ պետք է Հոկայդոն վերցնեն։ Հարավային Սախալինը վերցրել էր, Կուրիլյանեն 4 կղզիները վերցրել էր, Շիկոտանը, Կունաշիրը, Իտուրուպը եւ Խաբոմայը։ Եղավ այսքանը, ժողովուրդ ջան։ Խնդրում եմ, ինձ մի ասեք, Ռուսաստանը մեծ է։ Ռուսաստանը միջուկային տերությունը չի պարտվելու։ Եթե ձեր փաստարկը մենակ դա է, ձեր փաստարկը փաստարկ չի, ձեզ չի կարելի վստահել երեխա դաստիարակել։ Հանեք այդ զրկեք ծնողական իրավունքից, եթե ձեր ամբողջ մտածելակերպը նա է, որ Ռուսաստանը մեծ է, ձեր աչքի առաջ քանդվում է այդ անդեր երկիրը։ Փոխանակ մտածեք ինչ անեք, փոխանակ մտածեք այդքան հայ ունենք այնտեղ, ինչի են դեռ մնացել նրանց ազդեցության տակ։ Փոխանակ մտածեք Հայաստանը ինչ անեք, որ փլատակների տակ չմնա։ Ամեն օր կարելի է նույն բանն ասել, լավ։ Լեյբորիստական կուսակցության գործադիր կոմիտեի նախագահը պաշտոնապես հայտարարել է Էնդի Բերնհեմի կուսակցության նոր առաջնորդ ընտրվելու մասին։ Կուսակցության առաջնորդի ընտրության գործընթացը միանշանակ է եղել, քանի որ Բերնհեմը եղել է միակ թեկնածուն, որը համապատասխանել է առաջադրման պահանջներին։ Սա խոսում է այն մասին, որ որևէ խնդիր չկա ճգնաժամային, որ այսինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդհանրապես լեյբորիստները իրանց մի թեկնածուին փոխարինում են մյուսով, բայց որպեսզի պատկերացնեք, որ անգամ այս պարագայում, ինչքան էլ իրանք դժգոհ լինեն Քիր Սթարմերից,
Այս պարագայում անգամ Քիր Սթարմերը մինչև վերջի քայլերն անում է հօգուտ այդ համաեվրոպական ծրագրի, անմիջապես կարդամ մյուսը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ ընդամենը մի օր հետո կարող է գնա արդեն։ Մեծ Բրիտանիան 300 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի Կիևին։ Ֆինանսավորումը Ուկրաինային հնարավորություն կտա մինչև 2029 թվականը ձևավորել շվեդական 16 բազմաֆունկցիոնալ Gripen E կործանիչներից բաղկացած էսկադրիլյա։ Օգնության փաթեթը ներառում է նաև օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստում, վարժասարքերի, պահեստամասերի և այլ սարքավորումների մատակարարում, որոնք անհրաժեշտ են ինքնաթիռները շահագործման հանձնելու և առաջնագծում կիրառելու համար։ Պատերազմը ենթադրենք ավարտվում է այս տարի։ Ուկրաինա, Ռուսաստան։ Տրամպն էլ ասում է շատ արագ կավարտվի։ Բա մինչև 29 տարի Ուկրաինային ինչի են զինում։ Նորագույն տեխնիկայով, տեխնոլոգիայով, փողել իրանք են տալի, որովհետև իրանք գիտեն, Ռուսաստանի հարցը մինչև վերջնական չլուծեն, էլի մի օր կարող է գլուխ բարձրացնի, իրանք այս շանսը բաց չեն թողելու, հազիվ թույլտեղը բռնացրել են, երբեք բաց չեն թողի, որ նորից ոտի կանգնի, Խորհրդային Միությունից հետո Ռուսաստանը ոտի կանգնեց, հիմա շանտաժ է անում, չէ, այսինքն 20 անգամ փոքր հնայով ասում էին ժողովուրդը ցնցոտիներով կապրի, բայց ես կգնամ ուրիշինը կխլեմ։ Չի պետք է չունենա մարդը այդ հնարավորությունը։ Իսկ եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր ասում են, ինքը ուժեղ է, այո, թող վատ ապրեն, ոտով ման գան, չգիտես ինչ անեն, հաց չունենան ուտելու, բայց կարողանան ուժեղներին ճնշեն, ձեր տենչանքը ինչի համար է, դուք Հայաստանի քաղաքացի եք, դուք ռուս չեք, ինչի եք տենչում, որ ռուսը հաղթի, հետադիմական ուժը հաղթի առաջադիմականին, ինչի համար։ Ու այս խելքով դուք երեխա եք դաստիարակում։ Ճղվում ենք մեջներիցս, ասում եք այսօր կանք, եկուտ չկանք, ձեր երեխաների ապագայի համար ենք մեզ կոտորում։ Այդ եվրոպական արժեքները ու չգիտես ինչեր, ինչ չի վերաբերվելու։ Ձեզ է վերաբերվելուց, ձեր երեխաներին, որոնք անկախ Հայաստանում են ծնվել։ Հունիսի վերջին Լյուցերնում անցկացված Ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ իրանցի բանակցողները միջնորդի միջոցով անձնական հաղորդագրություն են հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին։ Իրանցիները Վենսին զգուշացրել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և նրա փեսա Ջարեդ Քուշների հետագա ներկայությունը կխաթարի շրջանակային համաձայնագիրը երկարաժամկետ գործարքի վերածելու հնարավորությունները։ Ըստ իրանցի պաշտոնյայի անձնական հաղորդագրության մեջ Իրանը Վենսին փոխանցել է, որ այդ զույգն ավելի շատ շահագրգռված է բանակցությունների վերաբերյալ ինսայդերական տեղեկությունն օգտագործելու հարցում ֆինանսական շուկաներում շահույթ ստանալու նպատակով, քան համաձայնության հասնելով։ Եսա կշարունակեմ, կարող է պատահաբար հիշեք, որ այս նույն Ջարեդ Քուշներն էր, ներողություն, Ջարեդ Քուշները չէ, Սթիվ Ուիթկոֆն էր, որը որ գնաց մարտ ամսին Ալիևի հետ հանդիպեց և Թրիփի հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերեցին։ Կարող է պատահաբար հիշեք, որ այս մարդու նկատմամբ պաշտոնական սկանդալ է առաջանում։ Իրանը դիմում է Ամերիկային, ասում է այս պահեստապետներին ուր ես ուղարկել։ Սրանք եկել են բանակցություն վարելու։ Սրանք եկել են մի բան բիզնեսի համար թռցնելու։ Դուք հասկանում եք խայտառակության մակարդակը։ Իրանը Ամերիկային մեղադրում է, ասում է փեսու տեսուր ես ուղարկել։ Լա փեսուն է մի կողմ, Սթիվ Ուիթկոֆն էլ հենց այդ բանագնացն էր, բիզնեսի բանագնացն է Թրամփի բոլորի հետ, այդ թվում Ալիևի։ Ես ուղղակի ասի, որ հիշացնեմ ինչի մասին է։ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից շաբաթներ առաջ Իրանը միջնորդներին է ներկայացրել գրավոր փաստաթղթեր, որոնք բնութագրել է որպես ապացույց այն բանի, որ նախագահ Թրամփին մոտ կանգնած անձինք չարաշահել են Իրանի հետ պատերազմն ու դիվանագիտական իրադարձությունները ֆինանսական շուկաներում մանիպուլյացիաներ անելու համար։ Սակայն ամոթու գեդին է մտնել, ով է ասում, Իրան կրոնապետական կուսակցությունը Ամերիկային ինչ մեղադրանք է ներկայացնում։ Բաց մեկ այնտեղ գերդաստանով են ղեկավարում, հերը, տղեն, մյուսը, այս ինչ է ժողովուրդ ջան։ Դեռևս Իսլամաբադում բանակցությունների սկսվելուց առաջ մենք արդեն բազմիցս հաղորդագրություններ էինք ուղարկել Թրամփին պակիստանցիների միջոցով զգուշացնելով նրանց նախորդ բանակցություններում Ուիթկոֆի կործանարար դերի մասին, ասել է իրանցի պաշտոնյան։ Արդեն պատկերացրեցիք ժողովուրդ ջան, այս մակարդակով բանակցություն են վարում։
Եվ այս մակարդակով Թրիփի բանակցություն են վարել։ Եվ որ ասում ենք մի ոգևորվեք, շրջանում շատ կուզենանք Ամերիկայի հետ նորմալ գործընկերային հարաբերություն ունենք, բայց դուք ուղղակի թյուրիմացության մեջ եք։ Սա լրիվ ուրիշ խնդիրներ է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս: Ես լսել եմ այն պնդումը, որ Դոնալդ Թրամփին շանտաժի է ենթարկել Իսրայելը։ Դա պարզապես ճիշտ չէ։ Ես անձամբ ներկա եմ եղել որոշումների կայացմանը։ Ինձ համար այն գաղափարը, որ Թրամփին շանտաժի են ենթարկում, անհեթեթություն է։ Թրամփի հետ նման բան չի անցնում։ Եթե Թրամփի հետ նման բան չանցներ, ստիպված չէիր ելնել այդ պատճառաբանությունն ու պարզաբանումը բերել։ Դա նշանակում է, որ անցել, տվել, ծակել անցել է։ Մի հատ էլ հետ եկել, մի հատ էլ է մեջով անցել։ Այդ սա աշխարհը գիտի։ Եթե հասկանում եք, որ դրա ձեռը կրակն եք ընկել ուզում եք վերանայեք, մի ասեք տենց բան չի եղել։ Ասեք դարձի ենք եկել։ Գոնե կհավատանք։ Բայց դա իսկապես խնդիր է Ամերիկայի համար։ Աշխարհի համար է խնդիր, մենակ Ամերիկայի համար չէ։ Այն Բենյամին Նեթանյահուն, որը գնացող վարչապետ է, հարաբերությունները Իսրայելը փչացնում բոլորի հետ, խաղեր տալու ում հետ ասեք ինչ պատահի, այդ ընթացքում էլ փորձում եմ այդ շանտաժ անի Ամերիկային, ու ասի սենց պիտի անես, սենց պիտի անես, չպետք է գնաս կարգավորման Իրանի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսրայելի կառավարության առանձին անդամների մեղադրել է Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու ձգտման մեջ։ Հա, այսինքն Թրամփի վրա չի ազդել, բայց ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդել է։ Այդքան լծակ ունի Իսրայելը Ամերիկայի հասարակության վրա։ Վենսն ասել է, որ իսրայելցի որոշ քաղաքական գործիչների ինքը վստահում է, բայց մյուսները մանիպուլյացիայի են ենթարկում եւ փորձում են փոխել ամերիկյան հասարակական կարծիքը, որպեսզի պատերազմը շարունակվի անժամկետ։ Ամերիկան Իսրայելին մեղադրում է, որ դու ցանկանում ես պատերազմը շարունակես։ Բայց այն ժամանակ բավական նենց նորմալ բանակցողներին, որ Իսրայելը շարքից հանում էր, մարդիկ էլ ասում են, բա ում հետ եք բանակցելու։ Ոգևորված Թրամփն ասում է, սրան էլ խփինք, նրան է խփինք, մեկ էլ ասեց, վայ, բա ուզում ենք բանակցենք, բա ում հետ ենք բանակցելու։ Վենսն ասել է, որ իսրայելցի որոշ քաղաքական գործիչների ինքը վստահում է, բայց հա, ես միաժամանակ կարծում եմ, որ մենք տեսել ենք չափազանց լավ ֆինանսավորվող, շատ քիչ տեսանելի արշավ, որի նպատակն էր տապալել բանակցությունները եւ խափանել գործարքը, ընդգծել է փոխնախագահի։ Դեպ չմոռանանք, գործարքը չի կայացել։ Վենսի խոսքով կան հստակ ապացույցներ այն մասին, որ իսրայելցի որոշ առաջնորդներ ատում են Իրանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի գործարքը։ Այսինքն այս մակարդակի է հասել Իսրայելի վերաբերմունքը, որը մտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգ։ Եվ արդեն դժգոհում է փոխնախագահը, որ հասարակական կարծիքով ճնշում են Թրամփի վրա։ Կներեք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է այն գնահատականների հետ, ըստ որոնց մի շարք պետություններ, ներառյալ Իսրայելը, փորձել են ձեռնարկում ազդելու ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա։ Այդ մի շարք երկրներ, որ ասում է, այդքան մյուսներին նկատի չունի, ավելի շատ բնական է, որ հասկանում է, որ Իսրայելն է վերաբերվում։ Բայց դա էլ պետք է մտածեք, ինչ չափի խայտառակություն է, որ դուք նման բան եք խոստ։ Ինչու եք այդքան ներքաշվում, մեծ լավություն արեցիք Բենյամին Նեթանյահին, որ այդքան բան խոստացաք, հիմա էլ փաստի առաջ եք կանգնել։ Հիմա էլ կանգնում ասում եք, համը հանեցիր, էլի, դե հասկացանք, էլի։ Դե մի քիչ շուտ քաշեիք։ Չափը իմանար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտնել է. Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին հասցված պատասխան հարվածների ընթացքում Իրանը հարվածել եւ ոչնչացրել է Օմանում ամերիկյան զինված ուժերի 2 ռադար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարված է հասցրել Սիրիայի տարածքում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին, հարձակման հետևանքով ոչնչացվել են ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն կայանը եւ ուղղաթիռները։ Հիմա էլ Ամերիկան պատասխան հարվածներ հասցնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ զինված ուժերը մեծ հարված կհասցնեն Իրանին եւ այդ գործողությունների արդյունքները շուտով տեսանելի կլինեն։ Մենք հզոր հաղթանակ ենք տանում Իրանի նկատմամբ։ Սա էլ հիմա նայում ենք Իրանի հետ կապված, սա էլ նայում ենք, թե ինչ վիճակում է գտնվում Իրանը, քանի այս խնդիրը լուծված չի, որքանով է իրատեսական, որ Թրիփը կգործի։ Տեղից է, որ Թրիփը մենակ փաստաթղթերն է, հետագա քայլերը
գործնական քայլերը բավական ուշ է, այդ ժամանակ արդեն Դոնալդ Տրամպը չի լինի, բայց հարցը դա չի, լավ գոնե Իրանի հետ համաձայնության կան մի ձևով, որի պարագայում գոնե ասենք լավ վտանգված չէ Ամերիկայի հետ գործընկերությունը, այն դեպքում երբ որ այդքան էլ գոհ չենք թրիփի ծրագրից կամ Հայաստանի ներկայացվածությունից կամ Ամերիկայի ներկայացվածությունից, որ ինքը համապատասխան մարդկանց միջոցով է ներկայանում։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոսելով Ֆրանսիայի ուլտրաաճ ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լեպենի մասին 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ նշել է. նա Ֆրանսիայի վերջին հույսն է։ Այմար թռի մարս պրծնենք քեզանից, էլի։ Լավ, այս աշճանի անտաղանդ ու անուղեղ մարդ ոնց է հնարավոր, լավ չեմ հասկանում։ Այսքան փողը սա ոնց է աշխատե ժողովուրդ։ Ընկեր ջան, դու խաբար ես Մարի Լեպենի ինչ քաղաքականության կողմնակից է։ Ռուսաստանը ինչ անում է, ինքը ողջունում է։ Ղրիմը գրավել են, ողջունել է։ Ասել է Ռուսաստանի հետ լավ լինենք, Ամերիկայի հետ կապված էքսպանսիայի դեմը առնենք։ Դու Ամերիկայի քաղաքացի ես։ Բա վերջերս ասում էիր բանա, ով որ Ամերիկան չի սիրում, պետք է արտաքսենք։ Բա Ամերիկայի դեմ հանդես եկող Մարի Լեպենին դու չես ասում Ֆրանսիայի վերջի հույսն է։ Ֆրանսիային ինչ հապատա է, որ Մարի Լեպենը չէ, Ֆրանսիան վերանալու է։ Կործանվելու ինչ հալնելու Ֆրանսիայի հետ, որ վերջին հույսն է։ Այսինքն ոնց է հնարավոր մի մարդ, որը օրը արթնանում է, ասում ասված ֆայի Պուտինին։ Մարի Լեպենի ամբողջ քաղաքականության իմաստը դա է։ Ինչ կատարվի Պուտինը ճիշտ է, ինչ անի Պուտինը ճիշտ է։ Ես ուզում եմ հասկանամ Իլոն Մասկ։ Դու որ գործիքով չափեցիր, որ դա Ֆրանսիայի փրկությունն է։ Ինչ ես ուզում, որ Ֆրանսիայի հետ կատարվի։ Եվ այս մարդիկ էլ ասում են կապիտալի աշխարհում հարուստ մարդը, հաջողակ մարդը, ուրեմն խելացի կլինի, էլի։ Լավ եկել է ժողովուրդ ջան, ախորպես։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթ. Մինչ Ամերիկան նշում է անկախության 250-ամյակը, կսկսվի $1 անվանական արժեքով նոր ոսկե մետաղադրամի հատումը։ Մետաղադրամի վրա պատկերված է նախագահ Թրամփը եւ այն փառաբանում է ամերիկյան արժեքների ուժն ու բոլորի համար ազատությունը պահպանելու ձգտող ազգի խոստումը։ Իհարկե, այն որ 250-ամյակը դե պայմանավորված է 1776 թվականի հուլիսի 4-ի ընդունված անկախության հռչակագրով, այն որ անկախության հռչակագրի հիմնադիր հայրերը դեմ էին միապետությանը, կատեգորիկ դեմ էին եւ մտածում էին ամեն ինչ պետք է անենք, որ երկիրը լինի հանրապետություն, որ այդ արժեքների հետ Դոնալդ Տրամպը ոչ մի աղերս չունի, բացարձակ ոչ մի աղերս չունի, բայց ուզում է անընդհատ ինքը նրանց հետ փայ մտնի։ Գոնե մի հատ հարց, լավ էդ էլ հասկացանք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները օրենք ունի, ասում է մենք հանրապետություն ենք, մենք միապետություն չենք, գործող միապետի նկարը կարող է լինել միայն եթե երկիրը միապետություն է, եթե Ամերիկան միապետություն չի, հանրապետություն է, ուրեմն գործող ղեկավարի նկարը չի կարող լինել փողի վրա։ Այդ մարդը պետք է մի հատ մեռած լինի, 2 տարի էլ անցնի, այդ 7 հակ հարսունք նայեք նա սաղանեն, հաջորդ տարի էլ մի հատ գնան, արտաշիրիմ անեն, մի հատ տենան, որ հաստատ հանգիստ իր համար ոտը ոտին գցած պարկած է, 2 տարի էլ անցել է, նոր նրա նկարը կարող է դնել փողի վրա, գործող նախագահի նկարը չեն կարող դնել, ժողովուրդ ջան։ Հիմա երբ որ Դոնալդ Տրամփն ասում է օրենքը նենց հարմար տեղ գտեք, որպեսի իմ նկարը դնենք $1 վրա։ Հիմա երկու խնդիր կա։ Կամ Ամերիկան պետք է հռչակես միապետություն, կամ Թրամփին հռչակես քայլող ողորմածիկ։ Երրորդ տարբերակը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Եթե երրորդ տարբերակը գիտեք, որ կարելի է այդ օրենքի մեջ մի հատ տենց սողանց գտնել, որի համար Դոնալդ Տրամփի նկարը դնել $1 վրա, ասեք մենք էլ իմանանք, էլի ժողովուրդ ջան, անհանգիստ ենք, շատ կարևոր է։ Եվ գիտեք, սա ինչն է, լավ ինչ է տալու դա քեզ, ինչ է տալու, անձնագրի վրա քո նկարը դրեցիր, փողի վրա քո նկարը դրեցիր, փողոցները միշտ տեսար քո նկարը դրեցիր, լավ ժողովուրդ ջան, մի հատ օրինակ թողեք, որ մենք Ամերիկային օրինակ բերենք, էլի։
բերեք ասենք այն մարդ այդ ժողովրդավար երկիրը հանրապետությունն է, որոնք ամեն ինչ արել են, որ իշխանությունը փոփոխվող լինի, որ հիմնադիր հայրերը այնպես դրվածք են դրել, որ երբևիցե որևէ անձով պայմանավորված չլինի այդ պետության զարգացումը, որ այդ ամեն մարդիկ թողել են այդ ամեն ինչը, այդ անունը, այդ գաղափարները, որ պարբերաբար խոսում ենք սկսած Վաշինգտոնից, որ իր ուղերձով ասեց վերջ, չեմ մասնակցելու երրորդ ժամկետ եւ այլ, այդ բոլորը նորից չթվարկենք։ Այս ամեն ինչը ինչի համար ենք ասում ենք նրա համար, որ այն արժեքները, որը մեզ ասվել է դրսից ու մենք դա ընդունել ենք եւ Հայաստանում ապրելով ասել ենք Ժողովուրդ ջան, ինչի չձգտենք առաջավորին, ոչ թե առաջավորը որտեղ լավ բան կա, բերենք Հայաստան, որտեղ լավ բան կա, ընդօրինակենք, որտեղ լավ բան կա, բերենք մեր երկրում լինի։ Այո, վերցնենք մեր ազգային արժեքների ռացիոնալը, առաջավորը, ամեն ինչ չի, որ ազգային արժեքներից կարող ես վերցնել։ Ինչ որ բան ժամանակի ընթացքում փոխվում է։ Ամեն տուն չի, որ ազգային արժեքա կամ պատմամշակութային հուշարձանա, այլապես մինչև հիմա այն հյուղակներում կապրեինք, չէ՞ թե բոլորը պահպանեինք։ Արժեքավորը բերես հասցնես եւ աշխարհից վերցնես արժեքավորը։ Դրանք համադրես, որ 21-րդ դարին մրցունակ հասարակություն ունենաս, մրցունակ պետություն ունենաս։ Մենք սրանով ենք առաջնորդվում, սա ենք առաջարկում եւ դրա համար ասում ենք աշխարհում որ մի լավ բան տեսնենք, մենք ուզում ենք որ դա մեր երկրում լինի։ Ինչքան ենք թևաթափլնում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից նման բաներ ենք լսում։ Ինչ որ մարդիկ էլ ասում են, բա էդ էլ ձեր ասած Ամերիկան, բա խոսում եք, բա տենում եք ինչեր են անում։ Այո, ժողովուրդ ջան, բայց որ անում են, գոնե մենք կանգնում ասում ենք լավ չեն անում։ Ի տարբերություն, որ Պուտինը ձեզ սպանի է, գանգամաշները թանի, պետք է ասեք Պուտինը լավ է անում։ Հասկանում եք, այդ տարբերությունը դա է։ Երեք էլ որ ասում են, որ 20,000 մարդ գնացել է Ուկրաինայում կռվելու, Ռուսաստանից հայեր հաթաթ դրել են, հաշվել են։ Ինձ ասում են, բա դե Ռուսաստանի քաղաքացի են, բա ում համար կռվեին։ Գլուխներ են չէին գոհ, սուսուփուս թող գնային կռվեին։ Հերոսություն էր, հա, գնալ մարդ սպանելը։ Սուսուփուս չէին կարա գնային մեռնեին։ Նախնենցանային չգնային մեռնեին, օկուպանտի խարանն էլ իրանց վրա վերցնեին։ Եվ երկրորդ այդ գրքերով այդ ամեն ինչով որ դուք ձեր արած օկուպացիան հերոսացնում եք, վաղը մյուս օր այդ գրքերով են ձեզ դատելու, չէ՞։ Բա դա ենք զգուշացնում։ Դա ենք ասում, ժողովուրդ ջան, ես չեմ գնալու կռվելու։ Ձեզ համար ենք ասում, ում համար ենք ասում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։